Ռեստորանային մենյուն հոգեբանական ճնշում է գործադրում մեզ վրա։ Երբ նայում ենք մենյուին, մեր աչքերն ակամայից հետևում են ոսկե եռանկյունուն, սկսելով մեջտեղից, ապա անցնելով վերևի աջ, հետո վերին ձախ անկյունը։ Ռեստորանները սա գիտեն եւ հատուկ այնտեղ են տեղադրում ամենավաճառվող ուտեստները։ Օրինակ, վերին աջ անկյունում ներկայացված ուտեստները 35%-ով ավելի շատ են վաճառվում։ Բայց դա միայն սկիզբն է։ Ռեստորանները մենյուում հաճախ ներառում են նաև կերթանք խարիսխ ուտեստ, որը գրեթե ոչ ոք չի պատվիրում։ Այն ստիպում է մյուս թանկ ուտեստներին համեմատության մեջ ավելի մատչելի թվալ։ Իսկ նկատել եք շրջանակի մեջ առնված կամ գունավոր ֆոնով ուտեստները։ Անկախ նրանից, թե ինչ է այնտեղ գրված, դրանք վաճառվում են 30%-ով ավելի լավ։ Ուտեստների նկարագրությունն էլ շատ կարևոր դեր է կատարում։ Օրինակ, մսով կարկանդակի փոխարեն տատիկի ավանդական վաղադրատոմսով պատրաստված մսով կարկանդակը 27%-ով ավելի հաճախ են պատվիրում, իսկ այցելուներն այն ավելի համեղ են գնահատում։ Եվ վերջապես նայենք գներին։ Երբ 5000 դրամի փոխարեն մենք պարզապես տեսնում ենք 5000-ը, 8-ից 15%-ով ավելի շատ պատվեր ենք կատարում, քանի որ գնային տագնապ չենք զգում։ Հաջորդ անգամ մենյու բացելիս ուշադիր ուսումնասիրեք այն եւ տեսեք, թե ինչպես են փորձում ազդել ձեր որոշումների վրա։